Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է վերլուծաբան Արիշտի Կիվիրյանը։ Պարոն Կիվիրյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Պարոն Կիվիրյան, նախ ամենաթարմ իրավիճակից, իրադարձությունից այսօր Երևանի ավականու այս նստաշրջանի վերջին նիստ էր եւ նիստը ամփոփվեց ծեծ ու ջարդով, ծեծում էին ընդդիմադիրներին եւ մեծ զրույցում ծեծվածներից մեկը ասաց, որ իշխանության ներկայացուցիչներն իրենց ասել էին, որ ազգային ժողովում բոքսի տանձիկ կդառնաք։ Մեր նախորդ հարցազրույցի ժամանակ կարծում ես սրա մասին խոսացել եմ եւ ասել եմ, որ ազգային ժողովում ներկայիս իշխանավորները կարելի ասել սրտաթոք սպասում են ընդդիմադիրներին, որպեսզի պրոֆիլակտիկ միածկզբից կծեծեն, այսպես կնվաստացնեն, կկոտրեն ժողովրդական փողոցային լեզվով ասած եւ կտեղադրեն իրեն համապատասխան տեղերում։ Այսօրվա դրությամբ իշխանությունները դա չեն էլ թաքցնում։ Մենք դա տեսնում ենք։ Այն ընդդիմությունը, որը ընդունակ չի հակակշռել իշխանություններին, հայտնվում է այսօրին։ Բայց հետաքրքիր է, որ իշխանությունը նույնիսկ նախորդ անգամվա ուժեղ դիրքերում չի, այսինքն լեգիտիմության խնդիր ունի, ինչպես պնդում են ընդդիմադիրները, այն մեծամասնությունը չունի, որը ուներ նախկինում, եթե իշխանությունն ավելի թույլ է, ինչու է այսպիսի իրավիճակ։ Իսկ ով ասեց իշխանությունները ավելի թույլ է, քան 21 թվականին։ Ավելի ուժեղ են։ Նայեք, մանդատների առումով եմ ես դիտարկում։ Նայեք, դուք դիտարկեք այլ տեսանկյունից եւ ամեն ինչ կընկնի իր տեղը։ 21 թվականին Նիկոլ Փաշինյանը այս կարգի կարողանում էր վերահսկել իշխանական բուրգը, թե հիմա ավելի լավ է կարող վերահսկել։ 21 թվականին ինքը չէր կարողանում ոչ դատական համակարգը վերահսկել, ոչ ԱԱԾ-ն վերահսկել, ոչ մնացած ուժային բլոկը վերահսկել, քննչական մարմինները։ Այսօր ինքը դրանք տոտալ վերահսկում է։ Դրանք են, որ որպես ռեպրեսիվ գործիք ինքը կարողանում է կիրառել։ Եվ ասել, որ ինքը ներկայումս ավելի թույլ է, քան 21 թվականին, ուրեմն գիտեք ոնց է, դա չպատկերացնել, թե ինչի վրա է հիմնվում իշխանությունը։ Շատ ընդդիմադիրներ, այո, ես գիտեմ, որ դա ձեր կարծիքը չի, ընդդիմադիրների կարծիքը։ Ասում են լեգիտիմ չի, ընտրված չի, հաղթած չի։ Գիտեք ոնց է, այդ խելքով էլ իրանք հասան այսօրին։ Իրականության մեջ ինքը այսօր կարողանում է տոտալ կերպով վերահսկել ողջ պետական համակարգը եւ այդ պետական համակարգը վերահսկելով է, որ ինքը գնում է տոտալ ռեպրեսիաների։ Դուք հիշեք 21 թվականը ում բռնում էին ժամ ու կես, 2 ժամ հետո դրսում էր։ Այսօրվա դրությամբ ինքը կարողանում է տոտալ կերպով ճնշել իր ախոյաններին։ Սա ցույց է տալիս, թե ինքը ավելի ուժեղ է, թե ավելի թույլ է։ Բայց հետաքրքիր է այդ ճնշումները ինչի հետևանք են նաև այն առումով, որ հիմա ինքը իշխանությունն արդեն ունի, բայց շարունակում է օրինակ նույն գաղտնալսումները, ձայնագրությունները տարածել, ելի ընդդիմադիրներին քրեական գործեր հարուցել։ Այ եթե հաղթել է, այս շարունակությունը ինչի համար, այսինքն դու ի վերջո հաղթել ես, չէ՞։ Երկու պատճառ կա։ Առաջինը Հայաստանը ավելի գլորվելով գնում է տոտալիտարիզմի, եւ դա մենք ակնհայտ կերպով տեսնում ենք։ Այսինքն այդ պարագայում կապ չունի իրանք վտանգ են ներկայացնում, թե վտանգ չեն ներկայացնում։ Ինքը ուղակի դաշտը բնաջնջում հաշվեհարդար է տեսնում։ Այսօրվա դրությամբ նայեք, տոտալիտարիզմի ամենացայտուն օրինակները որոնք են, որ անգամ խոսքի համար ոչ թե անգամ վիրավորանքի բանի մասին չի։ Մարտի, ասենք վերլուծաբանը կամ քաղաքագետը հայտնել է կարծիք եւ իր նկատմամբ հարուցում են քրեական գործ, ընտրում են խափանման միջոց։ Սա հենց տոտալիտարիզմի դասական օրինակն է, որ անգամ խոսքը, այսպես ասած, կողպեկի տակ է, պետք է վերցվի։ Դա առաջի պատճառը, որ մենք, այսպես ասած, հաստատուն կերպով գլորվում ենք դեպի տոտալիտարիզմ։ Երկրորդը, դա ակնհայտ է, որ այս մարդը ունի արտաքին խնդիրներ։ Արտաքին խնդիրներ ունենալու պարագայում է, որ ինքը ներսում ընկած փորձում է շոուներ ապահովել։ Հասկանում եք, էսա կքանդեմ, սրա տունը կմտնեմ, հասկանում եք, իրեն մշտապես պետք է շոուներով զբաղացնել հասարակությանը, որտեղ երևում է, որ արտաքին դաշտում Ռուսաստան արևմուտք ինքը ունի խնդիրներ, եւ այդ խնդիրները ընդունակ են
ավելի խորանալ, շարունակվել եւ դրա համար ինքը պետք է մշտապես հասարակությանը զբաղացնի այդ շոուներով։ Արևմուտքի հետ ունի, այսինքն Ռուսաստանը ակնհայտ է երևում, բայց արևմուտքի հետ։ Գիտեք ոնց է, նայեք, հենց որ արևմտյան, ես ընդ որում ասեմ, արևմուտքը իր համար շատ ավելի վտանգավոր է։ Ինչ առումով։ Նայեք, օրինակ, եթե դուք ուսումնասիրեք Միխայել Սաակաշվիլու ճակատագիրը, Միխայել Սաակաշվիլուն հանձնեց հենց արևմուտքը, ում կրեատուրան ինքը հանդիսանում էր։ Եթե արևմուտքը չհանձներ Միխայել Սաակաշվիլուն, Միխայել Սաակաշվիլին երևի մինչև հիմա կլիներ իշխանություն, առավել եւս որ այնտեղ էլ էին փոխել սահմանադրությունը, ուրեմն նախագահականից անցում էր կատարվել խորհրդարանական եւ ինքը պատրաստվում էր հետագայում որպես արդեն վարչապետ վերարտադրվել։ Մոտավորապես հենց այս մոդելն էր, բայց այնտեղ արևմուտքը հանձնեց իրեն։ Ոչ թե ռուսները հանձնեցին, արևմուտքը հանձնեց։ Նայեք, ի տարբերություն Ռուսաստանի, որը միշտ աշխատում է միաբևեռ կերպով, արևմուտքը միշտ աշխատում է այլընտրանքային ձևերով։ Այսօրվա դրությամբ, ընդ որում ես սրա մասին իմ հարցազրույցներից մեկում ուղղակի չեմ հիշում ձեր տաղավարում թե այլ տաղավարում խոսացել եմ։ Օրինակ նայեք, այսօրվա դրությամբ հենց որ արևմտյան կրեատուրայի մի շարք հկներ խոսում են կարելի է ասել այս իշխանությունների դեմ, ինքը հոյակապ հասկանում է, որ դա այդ անձանց կարծիքը չի, դա այդ պատվերով է գնում։ Հետո եկեք մի բան հստակ պատկերացնենք, արևմուտքը բռնել է սրան, չէ, կախել է իր համապատասխան տեղից, բայց իրեն պետք է մշտապես այս իրավիճակում պահել, որ ինքը չհանդգնի գնալ Մոսկվա։ Եվ դրա համար այս ընտրություններից հետո հայտարարությունները, որ կային պրոարևմտյան հակաների, դա ակնհայտորեն նախազգուշացում է իրեն, թե ինչ կկատարվի, եթե ինքը հանդգնի գնալ եւ Մոսկվայում կատարել ինչ-ինչ զիջումներ։ Այսօրվա դրությամբ հենց արևմուտքն է բռնել իր համապատասխան տեղից։ Բայց Մոսկվան էլ ավելացում է սանկցիաները, եւ որ ինքը չունի երաշխիք, որ այդ սանկցիաները կդադարեն կամ չեն ընդգրկի այլ ոլորտներ, մասնավորապես տրանսֆերներ, մասնավորապես էներգակիրներ եւ այլն։ Եվ այդ ժամանակ իրավիճակը կարող է հասնել, այսպես ասած, սոցիալական բունտերի։ Այսինքն կարող ենք ասել, որ այս պահի դրությամբ Նիկոլ Փաշինյանի նաեւ վատ վիճակը պայմանավորված է հենց արևմուտքի եւ Ռուսաստանի դիրքորոշմամբ Հայաստանի հանդեպ։ Իր խնդիրները պայմանավորված են նրանով, որ ինքը, նայեք, հենց որ դու երկիրը դարձնում ես գերտերությունների բախման կենտրոն, ապա միշտ ունենում ես նման խնդիրներ։ Սա հենց որ ժամանակին տարիներ առաջ ինքը գնում էր դրան, ես ասել եմ, որ առաջինը խնդիրն է նաև ունենալու է ինքը, երկրի հետ միասին։ Եվ երկիրն է ունենալու, եւ ինքը միշտ արևմտամետից ավելի արևմտամետ կհայտնվի։ Հասկանում եք։ Դու հենց որ երկիրը դարձնում ես այդ բախման կենտրոն, ապա այո, երկու կողմն էլ ավելի են խորացնելու ճնշումները, եւ երկրի նկատմամբ, եւ իր նկատմամբ։ Ես դրա համար բացատրել եմ ժամանակին, որ այս ճանապարհը եւ երկրի համար է լուրջ խնդիրներ ստեղծել եւ անձամբ իր համար եւ ինչը մենք տեսնում ենք։ Մտահոգություն ունի, որ հնարավոր է արևմուտքը այլընտրանքային տեխնացու կարող է դիտարկել իրեն։ Նայեք, վերջի շրջանում ընտրություններից հետո հենց որ ինքը փախստացի հաղթել է, չէ՞։ Ներսում այդ խնդիրը էլ չունի։ Բայց այդ հիստերիաները, այդ շարունակությունը, նայեք, ի տարբերություն անցած ընտրությունների, հիշում եք, անցած ընտրություններից հետո կարելի ասել Նիկոլ Փաշինյանը հանգստացել է, անգամ ինչ-որ խաղաղության ժեստեր են անում դեպի իր օպոնենտները։ Այսօրվա դրությամբ դա հակառակն է։ Հա, հակառակ վիճակ է, մնում է նստի բուլդոզերը գնա, ասեն Գագիկ Ծառուկյանի օբյեկտները քանդի անցան։ Դեռ բուլդոզերն չի ասել, բայց քանդելով հա, այդ ճանապարհին է։ Միք բացառը, որ ինքը բուլդոզեր, ինքը Ավինյանը բան ասենք ռուլին նստած կլինի։ Հա, միք բացառ, որտեվ պետքա շոու։ Հենց իր հիստերիա։ Նայեք, պետքա այդ թատրոնում առավելագույնը հասարակությանը զբաղացնել, որ մարդիկ չնկատեն, որ իրանց բերքը ջերմոցներում փթում է եւ թափում են եւ իրանք սնկանում են։ Անում եք։
Այն կարգից զբաղացնել, դե հայ հասարակությանն էլ ծանոթ է երևի հոգեբանություն։ Թող այնտեղ ջանդամ թե իր բերքը չի փթում, կարևորը տեսնի ոնց է բուլդոզերով մեկի տունը կանդում։ Եվ իր հիստերիաները եւ այս պահվածքը պայմանավորված են զուտ արտաքին հարցերով։ Այսինքն նրան չի անհանգստացնում, այո, չի անհանգստացնում այն հանգամանքը, որ ընտրություններում նույնիսկ ինքը չունի սահմանադրական մեծամասնություն։ Ամբողջովին արտաքին խնդիրներն են։ Սահմանադրական իրականության մեջ ընդդիմադիրները էլի սխալ հաշվարկ են անում։ Իրան կարելի ասել դա բացարձակ չի հուզում։ Իսկ սահմանադրության փոփոխությունը այս ճանապարհով չգնա, այլ ճանապարհով կգնա, կդնի, այսպես ասած, հանրակրվեի։ Հետո ինքը այդ նայեք, իրանց ես սրա մասին բազմաթիվ անգամ խոսացել եմ։ Մի բան է հետաքրքրում։ Թեկուզ մի ձայն ավելով անցնի, որ կարողանա վարչապետ դառնա։ Վերջ, իրանց գերնպատակը դա է։ Մնացածը դա այնքան 10-րդական խնդիրներ են։ Պարտված ընդդիմությունը էլ չգիտի ոնց հասարակությանը մոլորեցնի եւ ասում է դա գիտեք ես չանցավ ուրեմն հաղթանակա։ Չկարողացավ մեծամասնություն հավաքել ուրեմն հաղթանակա։ Դիմել են սահմանադրական դատարան այդ ընդդիմությունը եւ ակնկալում են, որ սահմանադրական դատարանը գոնե Գագիկ Ծառուկյանի հարցով պետք է արդար վճիռ կայացնի։ Գիտեք ոնց է, նորից սա դասական մանկամտություն է արդարություն փորձել գտնել Նիկոլ Փաշինյանի գրպանային կենտրոնական ընտրական հանձնաժողովում կամ գրպանային սահմանադրական դատարանում։ Դրանք ընդ որում այնպես չի, որ սա ախր նորություն է։ Ով եղել է իշխանություն Հայաստանի Հանրապետությունում անկախությունից ի վեր։ Այդ երկու օրգանը եղել են տվյալ պահին իշխանության գրպանային մարմինները։ Այդ մարդիկ դա տեսել են, բայց եթե իրանց գրպանում եղել են այդ երկու օրգանները, մարմինները, ինչի են այս մարդիկ մտածում, որ Նիկոլ Փաշինյանը այնքան ժողովրդավար է, որ ինքը իր գրպանի մեջ չի վերցնի դրանց։ Ոնց որ իրանք են վերցրել, շատ ավելի խորը Նիկոլ Փաշինյանը մտցրել է իր գրպանը։ Եվ այդ գրպանային մարմիններում փնտրել արդարություն, դա կատարյալ մանկամտություն է։ Եթե անգամ այս հարցով այն ուրեմն վստահ եղեք, որ դա բխել է իշխանության շահերից։ Իրենք էլ են համոզված, որ ակնկալիք չունեն այս սահմանադրական դատարան։ Այդ դեպքում այս process-ները ինչի համար են։ Գիտեք ոնց է, որ իրանց ընտրողները իրանց պոլիփայտով չծեծեն, թեխի մեզ մոլորեցրեցիք։ Խոսքը գնում է ընդդիմադիրների մասին։ Որովհետև նայեք, մի տարի բոլորով հասարակությանը մի հեքիաթ էին, չէ՞ պատմում։ Վառ ձևով մենք ենք բանենք, դե հասարակությունն էլ մտածում է, դե լուրջ տղերք են, ոչ են խափի։ Այսօրվա դրությամբ նայեք կոլապսը մոտները։ Դե պետքա չէ, բա ասել ինչ են ան, բա ՍԴ են գնում։ Ինչ է կանում, կենտրոնական ընտրական են գնում։ Դե կոլապսի առաջ են կանգնել իրանք։ Ինչու Սամվել Կարապետյանը հայտարարել է հետընտրական ընդդիմադիրների կոալիցիա ստեղծելու մասին։ Գուցե այդ ճանապարհով հասնեն։ Դե մի բան պետքա չէ հայտարարեր։ Նորից եմ ասում, մի բան պետքա հայտարարեր։ Ինչ է տալիս դա իրան։ Մինչև այսօր ինչ է տվել, ինչ է տալիս։ Հնարավոր չէ որևէ բան անել այդ ընդհանուր։ Շատ բան է հնարավոր, բայց ոչ այդ խելքով։ Կարելի է այս բանի ամբողջ process-ը լրիվ այլ ձևով տանել եւ հասնել հաղթանակել արդյունքների, բայց ոչ այդ խելքով, ոչ այդ կամքով։ Դրա համար երկաթե կամք է պետք, երկաթե ամորձիներ են պետք, ու նաեւ հմտություններ է պետք։ Անկամ Նիկոլ Փաշինյանը չի հավատում, որ ընտրություններով հնարավոր է իշխանափոխություն, դրա համար ասում է, բախի չեք գնում հեղափոխություն անել։ Ամեն րոպե ասում է, չէ՞։ Ընտրությունից առաջ էր ասում, մի տարի առաջ, հիմա է ասում, որտեվ ինքն էլ չի հավատում, որ հնարավոր է ընտրություններով ընդդիմությունը հաղթի, ասում է գոնե գնացեք հեղափոխություն արեք։ Բայց ինչու է ասում դա, ձեր կարծիքը ո՞րն է, այսինքն ինչ է։ Արդեն գիտեք ոնց է, ծաղրում է, որտեվ գիտի, որ ընդունակ չէ։ Դրա համար է ասում։ Եթե ինքը մի գրամ վստահ լիներ, որ ընդունակ է, չէր ասի բացա։ Կոպիտ ասած, դա ծաղրանքի նշան է, որ ասում է դուք այնքան չմո եք, որ ընդունակ չեք ոչինչ, իրական արդյունք ապահովել։ Այ դրա համար է ասում։
Հիմա շատ է քննարկվում, նաև դեռ հստակ չկա որևէ կողմից մանդատներ վերցնեն, թե չվերցնեն։ Սպասում են համադրական դատարանի որոշումին, վերցնեն թե չվերցնեն։ Դե գիտեք ոնց է, ասենց այսպես ասեմ, որ հստակ լինի։ Եթե քաղաքական պատասխանատվության չնչին աստիճան ունենային, պետք է որ չվերցնեն։ Բայց այս մարդիկ կանցից դա ակնկալելը անիմաստ է։ Առավել եւս ես մի անգամ հենց ձեր մոտ եթերում բացատրել եմ, որ ես այդքան էլ վստահ չեմ, որ անգամ իրանք մեծ ցանկության դեպքում կկարողանան իրանց այդ որպեսի դա գործի բոլոր անդամները իրանց ցուցակի։ Այո, պետք է Բոլորը ծայրից պետք է դիմում գրեն, հրաժարվեն։ Տեսնելով թե ինչ գիտեք ոնց է, ինչ որ թայֆայական սկզբունքով ինչ զանգված են հավաքել, որովհետև նա քաղաքական թիմեր չեն։ Դրանք թայֆայական թիմեր են։ Գիտեք մոտավորապես ոնց է ձևավորվել։ Նստել են անուշ աղբերներով հաց են կերել, մեկը ասել է սա իմ անուշ աղբոր 5 հոգին է, սա իմ են մյուս անուշ աղբոր 5 հոգին է, սա էլ են մյուս անուշ աղբոր 5 հոգին է, մենք էլ գարանտենք մտցնենք ցուցակ։ Այդ սկզբունքով է ձևավորվել։ Այդտեղ քաղաքական թիմ որպես այդպիսի չկա։ Դա թայֆայական մոդել է։ Ու այդ մոդելի պարագայում ես խիստ կասկածում եմ, որ իրանք կկարողանան ծայրից ծայր այդ հրաժարումներ ապահովել։ Բայց տեսեք, մի այսպիսի իրավիճակ լավ չեն վերցնում, ոչ մի բան չեն անում, այդ թիմը այլևս հասարակության տեսադաշտից կորում է, որևէ բան չի անում, ինչ է դառնալու։ Իսկ ով ասեց, թե ես ասում եմ, թե ոչինչ չանել։ Հիմա եթե կարողանային հիմա չէին արել։ Չէ, այդ էլ դուք չի, այստեղ դուք եք ճիշտ։ Եթե իրանք ընդունակ լինեին չվերցնելուց հետո քայլեր անել, իրանք կարային այս մի տարվա մեջ այդ ամբողջը անել եւ հասնել հաղթանակի։ Բայց դե հիմա կարող է այն ժամանակ խելքները չի հասել, հիմա տեսնելով գիտեք ոնց է նայեք, հենց որ Նիկոլ Փաշինյանը վերջի 6 ամիսը մշտապես հայտարարում էր, որ բոմժ է սարքելու այս ընդդիմությանը։ Ես էլ ասում եի, ընդ որում ես ասում եի ավելի շուտ, մինչև իրա բացահայտ հայտարարել, ասում եի սննկացնելու է բոլորիդ։ Բայց մեկ ավելի անողոք է Գագիկ Ծառուկյանի հանդեպ, ինչու է այդպես։ Նայեք, միտքս ասեմ, հետո ձեր հարցին էլ կպատասխանեմ, նայեք, ուրեմն այս ընդդիմությունը չէր հավատում դրան։ Մտածում էին կպալստան։ Հիմա որ տեսնում են, մարդ էս կարող է եւ ավելի խելք հավաքեն։ Չնայած խիստ կասկածելի է, բայց դե ինչ որ հնարավորություն պատուհան բացվում է։ Վերջի վերջո գիտեք հայերը, գիտեք ինչ ուզում ես հետը արա կլռի, բայց հենց իր գույքին կպնես, կարող է եւ հա գրպանին կպնես, նո անու գույքին տվյալ դեպքում, հա կարող է եւ այսպես ասած խիստ կատաղի։ Հիմա գամ ձեր հարցի։ Նայեք, եթե նայեք իր մոտ այն լոտոյի սկզբունքով կամ բանի այն ռամաշկայի սկզբունքով հա փոխվում է թիրախը այնպես չի որ նայեք կարա 6 ամիս առաջ մեկի վրա կենտրոնանա դրա մի տարի առաջ մեկի վրա կենտրոնանա հիմա կոնկրետ այդ թերթիկը ռամաշկայի Գագիկ Ծառուկյանն է բայց դրանից զատ ես չեմ բացառում որ նայեք եթե մենք հիշենք վերջի 18 թվականից հետո իրադարձությունները մի բա Գագիկ Ծառուկյանը ընդհանրապես դուրս էր եկել քաղաքականությունից անգամ ասում են որ ԲՀԿ-նել է թղթով լուծարել այս դա նշանակում է որ Գագիկ Ծառուկյանը ստանձնել էր ինչ-ինչ պարտավորություններ մեկընդմիշտ դուրս գալ քաղաքականությունից հետո նորից այս վերջի շրջանում մտավ չի բացառում որ ինքը ստանձնել էր այդ պարտավորությունը խախտեց այդ պարտավորությունը նորից մտավ քաղաքականություն Եվ մյուս կողմն էլ որոշեց դաժան հաշվեհարդար տեսնել։ Գիտեք, նայեք, Գագիկ Ծառուկյանը քաղաքական գործիչ չի։ Ակնհայտ է, որ այս մարդը հին ժամանակների մոդելով մտածում էր, որ կմտնի այս process-ի մեջ եւ իր ձայները կդարձնի քաղաքական առևտրի առարկա։ Դե այս կողմն էլ ասեց, դե մեկընդմիշտ լուծենք, որ այլ մտքովդ երբեք չանցնի
մեր հետ փորձես մտնել քաղաքականության մեջ, առևտրի մեջ, ընդ որում այն, որ իշխանությունները ընդհանրապես չեն մտնում այս պահին, հենց ցույց է տալիս, որ իրանք բավականին իրանք ինքնավստահ են զգում։ Նկատի ունեք առևտրի մեջ։ Այո, քաղաքական առևտրի մեջ կարծեք, որ տրամադրվածություն իշխանության կողմից չկա, ոչ թե այն մյուս կողմը չի համաձայնվում։ Նայեք, հիշեք 18 թվականից հետո նույն Գագիկ Ծառուկյանի ձայներով Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, այն որ այն սկզբից ծիրաշահում էին, մեր նավանդ, այսպես ասած, նայել են մյուս կողմից, ձեզ ջուր են բերել, հասցրել հեղափոխության օրերը, այսինքն ունեին Գագիկ Ծառուկյանի կարիքը, որովհետև թույլ էին դեռ։ Այսօրվա դրությամբ, եթե իրանք, ասենք ոնց ասեմ ձեզ, նստած տրակտորով ուզում են գնալ, ասենք իր գույքերը քանդել, նշանակում է իրանք իրանց բավականին այդ առումով ինքնավստահ են զգում։ Վերադառնալով արտաքին հարցերին, արտաքին սպառնալիքներին, մենք տեսնում ենք ներսում, այո, ինքը իր ուզած ձևով, իրավապահ համակարգով ինչ ուզում անում է։ Բայց մյուս կողմից է Նիկոլ Փաշինյանը չունի այո այն սահմանադրական մեծամասնությունը եւ դա կարծես թե նաեւ մտահոգում է Ադրբեջանին, որովհետեւ մենք տեսանք կամ գուցե դա չի մտահոգում։ Ընտրություններից մի քանի օր հետո Հաջիևը եկավ Հայաստան, Դիլիջան, դրանից հետո Նախիջևանում քննարկում էր կրկին բարձր մակարդակով խոսում են Արևմտյան Ադրբեջանի, ադրբեջանցիների վերադարձի մասին։ Ինչու կտրուկ նաև ակտիվացավ ընտրություններից հետո այդ թեման, որովհետև կարծեք թե պաուզա էր վերցրել Ադրբեջանը։ Հիմա դժգոհ է կամ մտահոգություն ունի, այս դրան զուգահեռ նաև տեսնում ենք, որ Ադրբեջանից շարունակում են դիզվառելի գալ, Ադրբեջանի միջոցով այլ ապրանքներ գալ Հայաստան։ Մի կողմից հակասական է ստացվում հայտարարությունները եւ նաև գնացների մուտքը Հայաստան, մյուս կողմից հասկանանք ի վերջո ինչու են այս հայտարարությունները նույն թափով սկսել ընտրություններից հետո։ Նայեք, իրական որևէ հակասություն չկա։ Ադրբեջանը որպես հին պրոֆեսիոնալներ բավականին քաղաքական հմտություններով խաղում են։ Սա դասական, ուրեմն մտրակի եւ քաղցրաբլիթի քաղաքականությունն է։ Մի ձեռքով հայերին տալիս են այդ քաղցրաբլիթը, այդ վառելիքի մնացածի, մյուս ձեռքով մտրակը ժամանակ առ ժամանակ իջացնում են։ Դեք քաղաքականության մեջ այնպես չի, որ գիտես ոնց է, ինչ որ process կանգնում է։ Սա մշտական process է, հայերն է որ չեն դա հասկանում համառորեն, որտեղ քաղաքական մտածելակերպ չունեն։ Իրանք այդ process-ը շարունակում են։ Ու այդ քաղաքականությունը մտրակի եւ քաղցրաբլիթի մշտապես, ընդ որում բոլոր պետություններն են դա կիրառում։ Ինչա ձեզ թվում է Իրանը չի կիրառում, Ռուսաստանը չի կիրառում, Թուրքիան չի կիրառում։ Հմտություն ունեցի դու եք կիրառել։ Հիմա ձեր այդ հարցի 300,000, իրանք այդ հարցից երբեք չեն հրաժարվի։ Ես սրա մասին խոսացել եմ, մենք կարող ենք դա անգամ մի հատ հաղորդում նվիրել ավելի այս թեման լայն բացելու, ընդհանրապես հիմա կարճ ասեմ, երբեք չեն հրաժարվի։ Սա իր հանեց համար ազգային իդենտիֆիկացիայի ձևավորման անկախտելի մասը։ Այսինքն հերահար ծրագիրը, որից երբեք չեն։ Իրանք երբեք սրանից չեն հրաժարվի։ Նույնիսկ եթե Փաշինյանը մեզ ամեն կերպ վստահեցնում է, որ փակված է թեման։ Նիկոլը համոզում էր, հիշում եք, այնքան բան 8 տարիների ընթացքում Ղարաբաղի թեման էր, այս ձևով, այն ձևով, հիշեք, հենց որ ինքը վերջնականապես ձեռքերը լվում էր Արցախից, ասում էր, որ բանի, ուրեմն այսպես կոչված Զանգեզուրի ճանապարհի թեմա էլ ընդհանրապես չկա, Ղազախով բանով թող գնան բրցնեն, հետո ուղղակի որպիսի չասեմ, բա ոնց չեղավ, անունը գրեցին Տրամպի ճանապարհ, անում եք։ Ու այդ ժամանակ էլ ես բացատրել եմ, որ ադրբեջանցիք ու ոչ միայն ադրբեջանցիք այդ ճանապարհի թեմայի երբեք հետ չեն կանգնի։ Դրա համար ես ինչ էի բացատրում, դուք ձեր ձեռով սարքեք, մեկ օր շուտ ու բացեք այդ բոլոր ճանապարհները, ով ուզում է ասեք թող գա օգտվի։ Դա լավագույն ձևն է խուսափել երկիրը դարձնել բախման պոլիգոնի։
Ռուսներին կտաս, դա ամերիկացին ա գալու ճնշելու։ Ամերիկացիներին կտաս, Իրանն ու ռուսներն են գալու ճնշելու։ Իսկ Իրանի, այսպես ասած, հնարավորությունները հաշվի առնելով մի բացառում որ կռմբակոծի էլ կամ ոնց որ Օրմուզում ա մի հատ բուտկա դրել փող հավաքեմ, ասենք Մեղրիեմ մի հատ կգա բուտկա կդնի, այդ փողը կհավաքի։ Հիմա օրինակ Միացյալ Նահանգներ համաձայնությունից հետո այս որ ասում են բավական մշուշոտ է դառնում հեռանկարը նույն այդ trip ուղու։ Դե դրա համար ասում եմ էլի այդ Տրամպի ճանապարհը ընդհանրապես գազազացում է մյուս կողմին։ Ոնց որ ռուսական է, դրա համար է ես բացատրում։ Երկիրը պետք է չդարձնես գերտերությունների բախման կիզակետ։ Առավելագույն հենց դարձեցիր, այս սկսում են այս բոլոր խնդիրները։ Մեկին տալիս ես, մյուսն է գալիս։ Կոպիտ ասած են շատ մի հատ կոպիտ օրինակ բերեմ, քուչում մի հատ թեթևաբարո աղջիկ է հայտնում։ Մեկին տալիս է վերջ, հերթ են կանգնում, ասում են սրան տվիր, բա մեզ քիչ ես տալիս։ Միք դարձնի երկիրը թեթևաբարո աղջիկ։ Թե չէ հերթ կկանգնեն, զորով կտանեն, այս ձևով կտանեն, այն ձևով կտանեն։ Քաղաքականությունը վերջի վերջո կյանքից է վերցված։ Հիմա նույնը գանք այդ 300,000 ադրբեջանցիներ։ Նայեք, ադրբեջանցիների որպես նոր ազգի ձևավորման համար դա ունի առանցքային նշանակություն։ Մի օր ասում եմ, կարանք մի հարցազրույց։ Այդտեղ դեմոգրաֆիկ խնդիրներն եք նկատել։ Չէ, դեմոգրաֆիկ չէ։ Նայեք, իրանք նոր տեսակի։ Այո, հենց որ դու աշխարհագրականից փորձում ես քաղաքական ազգ ձևավորել, պետք է բաղադրիչներ պարտադիր։ Օրինակ Արցախը դրան անկախտելի մաս էր իրանց համար։ Անում եք, դրա համար ինքը ուներ այդ նշանակություն։ Նայեք, Բաքվից ինչքան հեռավորության վրա, բայց ուներ հիմա նույնը սա։ Ասում եմ, կարանք մի հաղորդում ամբողջովին նվիրել այս հարցին։ Մի օր կխոսենք այդ թեմային, մինչ այդ պարոն Կիվրյան, տեսեք, մի կողմից մենք խոսում ենք, որ բավական մեծ է ճնշումը այս իշխանության վրա արտաքին։ Մյուս կողմից Ադրբեջանի այս արդեն ամեն օր դարձող հայտարարությունները նոր թափ են ստանում։ Հնարավոր տարբերակ եք համարում, որ օրինակ այս ճնշումների հետևանքով ոչ թե ներսից, այլ դրսի այդ ճնշումների հետևանքով ոչ թե Նիկոլ Փաշինյանը եւս 5 տարի կառավարի, այլ շատ ավելի կարճ։ Դա կախված կլինի, թե ով իրեն ներսից կկարողանա գցել։ Էլի ներսից կապում են։ Նայեք, անգամ արտաքին ճնշումները կարան արդյունքի հասնել, եթե կա խաղացող ու ներսից կարողանում է ճիշտ դա կազմակերպել։ Հասկանու՞մ եք։ Նայեք, 1917 թիվ ռուսական կայսրության վրա կային բազմաթիվ ճնշումներ, բայց ներսում էր խնդիրը։ Նույն ասենք սկզբից Փետրվարյան, այսպես ասենք, հեղաշրջումը պայմանավորված էր Նիկոլայ II-ի շրջապատով, որոնք հենց իրականացրին, հա, իսկ հետո արդեն հոկտեմբեր-նոյեմբերին բոլշևիկյան կուսակցություն, բայց իրանք ներսից էին, հասկանում եք։ Այլ հարց, որ եթե դու ունես այդ հմտությունները, դու կարողանում ես օգտագործել այդ շատ ճիշտ ձևով արտաքին ճնշումները։ Էլի ներսից պետք է Նիկոլ Փաշինյանին ինչ-որ ձևով Հա, հեռացնելու։ Գիտեք, Մարս մոլորակից մեկը չի ընկնելու։ Ուրիշների վրա չդնենք։ Չէ, դու չի ընկնելու, չկա տենց բան։ Զանում եք։ Դա ձեր ասածը կարա լինել, եթե գնում է երկրի վերջնականապես, գիտեք ոնց է, էքսպանսիվ գրավում։ Օրինակ 1920 թվականին 11-րդ Կարմիր բանակը գրավեց եւ այդ ժամանակ կարելի ասել դրսից ներմուծեցին Հայաստանի ղեկավարները Միասնիկյան, բան եւ այլն։ Բայց դա գնում էր երկրի ընդհանրապես, այսպես ասած, ոչ թե խոսքը գնում էր իշխանափոխության մասին։ Խոսքը գնում էր, կարելի ասել, գրավելու մասին։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, դա վատագույն սցենարի, եթե դրսով են փորձում իշխանափոխություն իրականացնել։ Չէ, դե գիտեք ոնց է, ցանկացած երկրում, ցանկացած երկիր։ Իհարկե դա երկրի համար կատաստրոֆա է։ Հենց որ դուրսն է որոշում, թե ով պետք է լինի իշխանություն։ Դա կատաստրոֆա է։
Դա առանց այդ էլ Հայաստանը ինքնիշխան պետություն չի։ Դա նշանակում է, որ ուղղակի նշանակվում է այստեղ ինչ որ կառավարիչ։ Իհարկե դա աղետ է, կատարյալ աղետ։ Շնորհակալ եմ։